Նրան անվանում էին հայ բեմի Մետաքսե դուստր։ Շուրա, Դեզդեմոնա, Կորդելիա, Շուշանիկ, Հուդիտ եւ էլի բազմաշերտ կերպարներ, որ հառնել են բեմում նրա հմայքի շնորհիվ։ Մետաքսիա Սիմոնյան, հայ թատրոնի եւ կինոյի անվանի դերասանուհի, որն իր գեղեցիկ ձայնով, ողբերգական ու կատակերգական դերերը վարպետորեն կերտելու ունակությամբ մնաց հանդիսատեսի սրտում։ Մետաքսիա Սիմոնյանը ծնվել է 1926 թվականի հունվարի 21-ին Թուրքմենստանի ամենասպիտակ մարմարե քաղաք Աշխաբադում։ Չի հասցրել լավ ծանոթանալ ծննդավայրի հետ, երբ 1933 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան եւ հաստատվել մայրաքաղաք Երևանում։ Տատիկս 8-9 տարեկան էր, մոտավորապես, ասում են իմ մայրիկի մայրիկը։ Իր աչքի առաջ ամբողջ ընտանիքը կոտորեցին։ Եղբայրը փաստորեն իրանից մի քիչ ավելի մեծ էր, հրաշքով կարողացան փրկվեն։ Մանկատուն այդ ժամանակվա այդ ամերիկյան թե գնացք եւ գնացքից ինչ տղայի մտքով անցավ, ինչ մտածեց հայտնի չի, ինքը գնացքից թռավ։ Եվ փաստորեն խեղճ տատս երեխա, աղջիկ երեխա մնաց բոլորովին մենակ։ Հայտնվեց Միջին Ասիայում, Մանկատանը, Որփանոց, փաստորեն Որփանոցում, այդպես մեծացավ, ամուսնացավ, ունեցավ Մետաքսիային, մայրիկիս, եւ նորից մի պատիժ, այդտեղ էլ արդեն բոլշևիկներ, կուլակաթափություն, նորից սպանություն ու նորից փախուստ։ Դեռ 12 տարեկան էր, երբ Պիոներ պալատում թատերական արվեստի փոքրիկ գաղտնիքներն էր յուրացնում Արուս Ոսկանյանի մոտ։ Եվ հենց այդ ընթացքում էլ Տիգրան Շամիրխանյանի թեթև ձեռքով հայտնվեց Պատանի հանդիսատեսի բեմում զանգվածային տեսարաններում։ Պատանի տարիքից արդեն շնորհաշատ Մետաքսյան իր ներկայությամբ զարդարում էր Պիոներ պալատում անցկացվող գրական երաժշտական ցերեկույթները, ասմունքելով Իսահակյանի, Թումանյանի, Տերյանի եւ այլ հայ մեծերի բանաստեղծությունները, իսկ Պատանի հանդիսատեսի բեմում առաջին լուրջ փայլատակումը եղավ նրա կերտած Լարիսան, վրեժ բեմադրության մեջ, որի առաջնախաղը դիտել էր նաև Նայիրի Զարյանն ու հմայվել աղջնակի տաղանդով։ Միջալոց ինչ ուզում էր խաղար, ոնց ուզում էր խաղար, մեկը հետաքրքիր էր, զարմանահրաշ էր, մարդկային իր տեսակը բեմում չէր երևում էր այդ հրաշքը, ինքը կարող էր կյանքում ուրիշ կերպ խոսել, բան հանկարծ մտնում էր բեմը լցվում էր, էլ ոչ ոք չէր երևում էր ինքը, մնում էին հանդիսատեսը ու ինքը, վերջ։ Այդպիսի լուրջ դերասանուհի էր Մետաքսիա Սիմոնյանը։ Գիտակցելով, որ բեմն իր կոչումն է, ընդունվել է նորաբաց թատերական ինստիտուտ դերասանական բաժին Վարդան Աճեմյանի արվեստանոց։ Ինստիտուտն ավարտելուն պես 1948 թվականին սկսնակ դերասանուհու տաղանդը նրան առաջնորդել է դեպի Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։ Դեռևս սովորելու տարիներին Մետաքսյան հաջողությամբ խաղացել է Կատերինայի, Անանիի դերերը, Ֆյոդոր Սոլոգուբի Քնքուշ սրտից պատուհաս եւ Գաբրիել Սունդուկյանի Էլի Մեկզո բեմադրություններում։ Սպասիր։ Ուզում ես ասել, որ ես իսկապես օտար եմ քեզ համար, հա? Մետաքսիա Սիմոնյանը իմ հիշողության մեջ մնացել է որպես հայ թատրոնի գեղեցկուհիներից մեկը։ Այն ժամանակ ամենավառ գեղեցկուհին, դերասանուհի, որը ապրել եւ ստեղծագործել է մեր մեծերի հետ, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Նուրսիսյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Վաղարշյանի հետ։ Նա մի քիչ հին բառը չի սազում, բայց հին դասական դպրոցի եւ ժամանակակից թատրոնի մասնակիցն է եղել։ Վարդան Աճեմյանի փորձառությամբ յուրացնելով բեմարվեստի գաղտնիքները, Մետաքսիա Սիմոնյանը դառնում է քնարական դրամատիկական հերոսուհիների փնտրված դերակատարուհին։
Ուսումնառությունը չավարտած նա արդեն իր առաջին կինոդերով Անահիտով ճանաչվում է թե հանրապետությունում, թե հանրապետության սահմաններից դուրս։ Սունդուկյանի անվան թատրոն ոտք դնելուն պես Ֆրունզե Դովլաթյանի հետ զուգախաղով հիացնում է հանդիսականին, խաղալով այս տղերը մերն են բեմադրության մեջ եւ ներկայացման ստեղծագործական կազմում 1950 թվականին ստանում իր առաջին բարձր պարգևը՝ Ստալինյան պետական մրցանակը։ Փխրուն, նուրբ, կանացի, քնքուշ, գեղեցիկ, բոլոր բաները կարելի է նրա մեջ գտնել։ Նա ստեղծված էր բեմի համար, իր ամեն ինչով, իր կանացի շարժու ձևով, նա ես չգիտեմ ինչ տանիքում էր ծնվել, բայց շատ արիստոկրատ էր, նա բեմում այնքան նուրբ էր, այնքան կանացի, իր շարժումները, իր խոսքը, ամեն ինչը հնարավոր չէր, որ որևիցե մեկը անտարբեր անցներ Պետրոսյանի կողմով, կին լինի թե տղամարդ։ Ասում եմ, բոլորը սիրահարված էին Մետաքսյանը, որովհետև նա այդպիսին էր, հնարավոր չէ նրան չսիրել։ Բարեշնորհ արտիստուհին շուտով առանձնանում է իր ժամանակի դերասանուհիների բազմության մեջ, իրար հաջորդող փառահեղ կերպավորումներով հարստացնելով երկրպագուների բանակը։ Նրա ամենացայտուն ու սիրելի բեմական հերոսուհիներից էր Լերմոնտովի Նինան, դիմակահանդես բեմադրության մեջ, Արփենին, Վաղարշյանի, ապա Փափազյանի խաղընկերությամբ։ Գոնե հիմա հասկացար, թե իսկապես ում է շփտում կյանքը։ 1949 թվականին, երբ Արմեն Գուլակյանը բեմադրեց Լերմոնտովի դիմակահանդեսը, Մետաքսյա Սիմոնյանը ստացավ առաջարկ խաղալու Նինայի դերը, Վահրամ Փափազյանի եւ Վաղարշ Վաղարշյանի նման անհատականությունների կողքին այս նորընծա դերասանուհին փառքով կատարեց իրեն հանձնարարված գործը եւ հրաշալիորեն հանդես եկավ Նինայի այդքան մելոդրամատիկ դժվարին, ինչու՞ չէ քնարական դերում, եւ սա այնքան էր տպավորությունն այնքան մեծ էր Վահրամ Փափազյանի մոտ այս նորաթուխ աղջկա կատարած աշխատանքից, որ նա իր հուշերում գրել է, որ Պարահանդեսի տեսարանում, թունավորման տեսարանում, ինչու՞ չէ պաղպաղակը ճաշակելու տեսարանում նա անզուգական էր եւ նա հանդիսասրահին անմոռանալի պահեր պարգևեց եւ ինձ նույնպես անսահման ներշնչման անցամաք աղբյուր դարձավ։ Սա ապացուցում է մեր այն դիտարկումը եւ մեր բոլորիս մոտ ձևավորված կարծիքը, որ նա իսկապես մեծ դերասանուհի է եղել, որ ընդամենը 23 տարեկանում Վահրամ Փափազյանի նման անհատականությունը նրան այսպիսի խոսքերով է գնահատել, հետագայում իհարկե Վահրամ Փափազյանը ունի նրա մասին երկար հուշեր, որտեղ նա խոսում է նրա ձայնի գեղեցկության մասին, ձայնի քնքշության մասին եւ մենք գիտենք, որ Մետաքսյա Սիմոնյանը երկար տարիներ թատերական ինստիտուտում հենց բեմական խոսք է դասավանդել։ Մետաքսյայի կարողություններն օրեցօր թրծվել են բազմափորձ ռեժիսորների կողմից նրան վստահված դերերով, որոնց շնորհիվ դերասանուհին բեմ է բարձրացել մայր թատրոնի հսկաների խաղընկերությամբ։ Ուներ հարուստ դերացանք, մշտական հանդիսատես, իսկ 1955 թվականին Աճեմյանի նամուս բեմադրության մեջ մարմնավորած Սուսանի կերպարով այդ օրերի համար վաղաժամ արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհու կոչմանն ու աշխատանքային կարմիր դրոշի շքանշանին։ Հիշում եմ, ներկայացում էինք խաղում Խաթաբալա, որտեղ Մետաքսյա Միգրավնոման խաղում էր Նատալիա, իր լավագույն դերերից մեկը։ Ներկայացումը սկսում էր, երաժշտություն եւ վարագույրը բացվում էր։ Այստեղ մեր թատրոնում բեմ գալիս, երբ բեմ ես գալիս, մի դուռը մտնում է բեմ, մյուսը բարձրանում է աստիճաններով վերև, որտեղ դերասանները հագնվում են, դիմահարդարման սենյակները։ Ներկայացումը սկսեց, երաժշտությունը գնաց, մեկ էլ մենք տեսանք, որ Մետաքսյա Միգրանովն այսպես եկավ ու աճ բարձրացավ, փոխանակ ուղիղ գնա, ինքը պիտի մտնի բեմ, իրանով է սկսում ներկայացումը։ Աղիդ ես ասեցի Մետաքսյա Միգրանովն, ասեց, ինչ, ներկայացումը սկսեց, ասեց, հա, ով սկսեց, ոնց ասի ով սկսեց, ռեժիսորի օգնական Հենզել Հայրապետյանը սկսեց, Ղալաթ արեց ու գնաց վերև, ու չեկավ բեմ, ներկայացումը սկսեց, Լորենց Արուշանյանն էլ խաղում էր Մասիսյանց, Մասիսյանցը ներս է մտնում, ասում, օй, այն ինչ գեղեցիկ օրիորդ է գալիս, Մետաքսյա Միգրանովն պիտի գա,
Մտավ ասեց այնիշ գեղեցիկ օրիորդ է գալիս, Մետաքս Միգրանովնան չկա, դե վերև է բարձացել։ Լորենցը նայեց, ասեց հիմա կգա։ Արդեն գալիս է, հետո եկավ կուլիսների կոմասացի, ասեք թող շուտ գա, չկա Մետաքս Միգրանովնան գնացել է։ Մի խոսքով էս Լորենցը սկսեց ինչ-որ տեսարաններից, ինչ-որ բաներ խոսել, փրկել, դեպի փրկի ժողովուրդը նստած մեկ էլ Մետաքս Միգրանովնան մտավ, Լորենցը արդեն ընկել էր գետնին, էլ չէ սենց նայում էր, էլի, դա կարող է սենց նայեց, ասեց, բան չունես ասելու ու գնաց։ Այսինքն, ով կարող էր ասել ինչի, ես մի չէր մտածել, ուր էր գնացել, ինչ էր արել, կամ ինչ-որ բան էր մոռացել, և ես հետո հասկացա, որ առանց գլխավոր դերակատարին ասելու ինչու է սկսել ներկայացումը, տենց բաներ կա է, թատրոնը իր օրենքներն են։ Նախընտրելով ճակատագրական կնոջ թեման, Սիմոնյանը հայ թատրոնում շարունակել եւ զարգացրել է Արուս Ոսկանյանի ու Ռուզաննա Վարդանյանի ստեղծած ավանդույթները։ Նույն հաջողությամբ հանդես է եկել նաև ռուսական, արևմտաեվրոպական եւ հայ հեղինակների պիեսներում, խաղացել եւ կատակերգական եւ ողբերգական դերեր։ Հնարավոր չէր հանգիստ նայել, հնարավոր չէր կողքով անցնել եւ չտեսնել, հնարավոր չէ, որ այդ մարդը բեմ բարձրանար եւ բոլոր տղամարդիկ բերաննպած նայում էին այդ գեղեցկության։ Ես նույնիսկ համոզված եմ, որ ամբողջ թատրոնի տղամարդիկ սիրալված են եղել այդ կնոջը, որտեղ հնարավոր չէր։ Մի անգամ կատակ արեցի, Սոսին ասեցի, հա շատ գեղեցիկ է, բայց որպես դերասան այդքան չէ, ինչ ես խոսում այդ աղաց, եթե կինը բարձրանում է բեմ, ու բոլորը նայում են, թե նա ինչ է անում, ոնց է խոսում, ոնց է քայլում, ասում աջութում էր ուղղակի, բոլորը ապշած նայում են։ Հա, ունեցել են գեղեցիկ և տաղանդավոր դերասանուհիներ, թեկուզ Արուս Ոսկանյան, բայց երևի այդ գեղեցկությունը չէր ունեցել, որը ուղղակի մագնիտ նման քաշում էր դեպի այդ կինը, հետաքրքիր։ Գեղեցիկ ձայնի, կանացի ու արտիստական մեծ հմայքի շնորհիվ Սիմոնյանը տասնյակ տարիներ եղել է թատրոնի առաջատար դերասանուհի, կերտել անմոռանալի կերպարներ՝ Շուրա, Մաքսիմ Գորկ ու Եգոր Բուլչովը եւ ուրիշներ։ Ես նրան վատ դերում չեմ տեսել, որ վատ խաղա։ Բոլոր տեղերը նա կարողանում էր, կերպարի զգացողություն ուներ։ Մի օր այս դերը խաղար, մյուսը եւ անդադ զբաղված էր բոլոր ներկայացումներում, որտեղ Մետաքսյան դեր ուներ, արտակարգ։ Մետաքսյա Սիմոնյանը շողում էր բեմում, թատրոնի համատարած պաշտամունքի երանելի տարիներին, երբ միս ու արյուն էին ստանում ծանոթ ու անծանոթ պիեսների կերպարները, երբ հեռուստաթատրոնում հայտնիություն ու հռչակ էին ձեռք բերում շնորհառատ դերասանները։ Ճիշտ է, Մետաքսյայի արտահայտչական միջոցները շատ են, բայց լավագույնը ըստիս ձայնական տվյալների հարստությունն է, որով խոսքը նրա շրթներում ոչ միայն բազմերանգ է եւ ախորժալուր, այլև հասնում է սրահին դերասանուհու ներքնաշխարհի լրիվ ամբողջությամբ։ Բացի մի քանի թեթև հետքերից, որ ժառանգ է մնացել Մետաքսյային Արուսի խոսելակերպից, խոսքի վարպետությունը Մետաքսյայի շրթներում լավագույն զենքն է նրա համար բեմում, եւ նա իր կարիերայի սկզբի օրերից սովորեց գործածել այդ զենքը։ Սա մի հազվագյուտ շնորհ է, որով Մետաքսյան ըստ խոսքի պահանջի եւ հեղինակի հղացման տարբեր կին է տարբեր կերպարում, ինչպես նույն այդ տվյալ կերպարի տարբեր րոպեներում։ Վահրամ Փափազյան։ Արվեստում մրցակցությունը միշտ էլ մեծ է եղել։ Սիրողների ու գնահատողների կողքին միշտ եղել են դերասանուհիներ, ովքեր բողոքել են նրա ուժեղ եւ իշխող ներկայությունից, պատճառաբանելով, որ Մետաքսյան երբեք թույլ չի տվել, որպեսզի մայր թատրոնում բացի իրենից որևէ մեկը ստանձնի հերոսուհու կերպարը։ Եղել է այնտեղ ինչ-որ խոսակցություն, եղել է պայքար, իհարկե եղել է։ Այն ինչ-որ խաղում էր վերջի տարիներին, ասենք թե մի 10 տարիներին Մետաքսյան,
Միրանովնան կողքը եղել է մի կին, որ անընդհատ ուզեցել է խաղալ նույն դերերը։ Դա բայց չի ճիշտ է, ուրեմն կա ցանկություն հասնել այդ նպատակին, բայց անդեր գեղեցկությունը եւ այդ փառահեղ գեղեցկությունը, այդ վհեմ գեղեցկությունը շատ դժվար է ունենալ։ Տաքսա Սիմոնյանը փոքր հասակից, փոքր ասելով երիտասարդ տարիներից, դերասանական փոքր հասակից խաղացել է հիմնականում հենց հերոսուհիներ, հայ թատրոնի հերոսուհիներ, եւ պարզ է, որ այո, պիտի որ այդպես տրամադրված լիներ, որ պիտի ինքը բեմում լինի եւ իշխողը, եւ թելադրողը, բայց նա նաև հասարակական գործունեություններ ծավալում, ասեմ, որ նա երկար տարիներ նաև եղել է Սունդուկյանի թատրոնի պարտկոմ։ Շատերն են դժգոհություն հայտնել Մետաքսիայի ճնշող խառնվածքից, բայց արդյոք դա այդպես էր։ Տեսակը միանշանակ չէր կիսվում բոլորի կողմից։ Ոմանց կարծիքով էլ դերասանուհու պահանջկոտությունն ու բեմական խստապահանջությունը ոչ թե խաղընկերներին իշխելու նպատակ ունեին, այլ պայմանավորված էին արվեստի հանդեպ նրա բացառիկ նվիրվածությամբ եւ նաեւ այն փաստով, որ բացի դերասանական հմայքից Մետաքսիա Սիմոնյանը նաեւ շատ ակտիվ էր հասարակական կյանքում։ Անհոգ ու անտարբեր չէր հանդուրժում անարդար վերաբերմունք։ Բարձրաձայնում էր այնպիսի խնդիրներ, որոնց մասին շատերն էին լռում։ Որպես կոլեկտիվի կազմակերպիչ համարձակ երկխոսություն էր վարում Կոմկուսի առաջնորդների հետ, ընդդիմանում անվանի արվեստագետների ու խաղընկերների անտարբերությանը, թատերական երիտասարդության լիարժեք կայացման, թեր ծանրաբեռնվածության, ընթացիկ ստեղծագործական կյանքի երբեմն աններելի գունազրկման հանդեպ։ Նրա ամեն բառը հասնում էր այս հսկա թատրոնի միջև վերջին կարգը։ Ինչքան ուզում էր ցածր խոսեր, բարձր վարպետ էր, բեմի խոսքի վարպետներ կային, որոնցից մեկը Մետաքս Միգրանդովնան էր։ Նրա աշակերտները շշմելու տաղանդավոր երեխեք էին, ամեն մեկի հետ չէր աշխատի, չէր ընդունի։ Այդտենց հետաքրքիր կին էր, բոլորին թվում էր, թե միայն դերասանություն է անում, ոչ, թատրոն էր ղեկավարում, մասնակցում էր թատրոնի կյանքին, մասնակցում էր դերասանների, դերասանուհիների ռեպերտուարին, նրանց ապագայի մասին էր մտածում։ Երբ էր ժամանակ գտնում, զարմանում ես, թվում էր, թե այդ կինը դրա մասին չպիտի մտածի, բայց ինքը մտածում էր, ինքը այդքան անսահման բարություն կար մեջը եւ չարություն, այո, կարող էր այնպիսի մի չարություն առաջանալ մոտը, եթե դու ճիշտ չես մոտենում այս բարձր արվեստին։ Հանդուրժել, ներել չուներ։ Չափազանց լուրջ է վերաբերվել իր մասնագիտությանը։ Դեր ստանալուն պես ժամերով մնացել է բեմում, զգացել բեմական տարածության եւ իր կերտած կերպարի միջև եղած կապը։ Նույնը շարունակել է նաեւ տանը անընդհատ աշխատելով կերպարի շուրջ, հատկապես երբ պատրաստվել է առաջնախաղի։ Ինձ հաճախ է բախտ վիճակվել թատրոնում հանդես գալու հայ կանանց դերում։ Դրանցից ինձ հատկապես սիրելի են Սուսանն ու Անանին։ Եվ ահա նրանց ավելացավ երրորդը՝ Շուշանիկը։ Նորից ու նորից բացում եմ Շիրվանզադեի Քաոսը։ Արդեն քանի երրորդ անգամ լսում Շուշանիկին, տեսնում նրան ու հետե պարզ է դառնում, որ իմ հերոսուհու արտաքին գեղեցկության ու քնքշության տակ թաքնված է մեծ, ուժեղ մի հոգի, արդեն տրված է 10-րդ ներկայացումը, բայց ես զգում եմ, որ դեռ չի ավարտվել այն աշխատանքը, որը բեմական Շուշանիկին կմոտեցնի իմ պատկերացման մեջ ապրող Շուշանիկին, խոստովանել է նա։ Օլյան Ծատուրյան, Նիկոլայ Ծատուրյանը շատ լավ ռեժիսոր, օրինակ ռեժիսորներ ներկայացման։ Ես հիմա հուզվում եմ, որովհետև ամեն ինչ պատկերացնեի, բայց որ ես Մետազամիրաննայի մասին խոսեմ, չեմ կարողանում այդքան ուժ ունենամ մեծ բդեթազոր կին այդ մեծագույն դերասանուհին, որ եղել է ապրել է մեր թատրոնում, ուղղակի անկրկնել է ես
Եվ եկավ այն պահը, որ պետքա խոնարհվենք, դե խոնարհվում են առաջին ուժիկ դերը խաղացողները, մինչև որ արդեն կամաց հասնում են նրանք, ովքեր այսօր դերեր են խաղացել, կարևոր դերեր են խաղացել եւ ամենամեծ դերեր են խաղացել։ Ես մնացինք, բոլոր եկան խոնարհվեցին, ես մնացի ես ու Մետաքսամերանն։ Ես ձերով ասեց Կոլյան Մետաքսամերանն ասեց, չէ, ասեց։ Մեր ներկայացման հերոսը Ֆիգարոնը, Օմարշեի Ֆիգարոն, որ խաղում է Հարութ Մովսիսյանը։ Ես կգամ, խոնարհվեմ, հետո նոր կգա Հարութ Մովսիսյանը։ Ես ցած չգիտեի ինչ ռեակցիա տամ, ինչ անեմ, որովհետև ես շատ ուրախ եմ, որ ինքը վերջի նկար։ Ասել դու խաղում ես Ֆիգարոյի դերը, իսկ դա ամեն մարդ չի կարող խաղալ։ Հետո որ կուլիսներով մոտեցա, անցնում էինք բանման, դες մոտեցա նայեցի իրանց այնց համարցակ Հարութ ջան, համարցակ։ Այդ իր մեջի եղած այդ թատրոնը, իր մեջի եղած ճշմարտությունը, ամենամեծ հսկայական Սունդուկյանի ակադեմիական թատրոնը, ամենաթանկները աշխարհում։ Կատարողական վարպետության չափորոշիչն ու անհերքելի ամրագրումը եղել է 1981 թվականին, երբ Մայր թատրոնի դիսուհուն շնորհվել է Խորհրդային Միության ժողովրդական արտիստ կոչումը։ Նա եղել է առաջին դրամատիկական դերասանուհին, ով արժանացել է այդ կոչմանը։ Ինչ որ բերել եք, ետ կարեք։ Ասացեք արքայազնին, որ ես կընդունեմ միայն այն նվերը, որ նա պատրաստած կլինի իր սեփական ձեռքերով։ Ինչ է ասածիդ իմաստը, Անահիտ։ Ով է իմանում, թե Բախտյանիվը ինչպես կդառնա։ Աշխատանքն է միայն, որ երջանկություն է բերում։ Այս է իմ միտքը, այս է իմ հավատը։ Այստեղ փորձություն լինի սիրող սրտի համար։ Ես հիշում եմ մի առիթով մեր երիտասարդ դերասաններից մեկը ինչ որ դեր պիտի խաղար, ինքը աղմուկ բարձրացրեց, ասեց մենք պիտի նայենք։ Մենք պիտի տեսնենք ինքը դա կարող է անել, որտեղ այս բեմի վրա ովքեր են քայլելու, դեռ քայլելու են, ինքը իրավունք ունի, այսպես կոմիսիա բերեց, նստեցին, հավաքվեցին դերասաններով, ինքը խաղաց, նայեցին, թույլ տան խաղա, թե ոչ, հետո բարձրացան վերև, որոշեցին, որ այո, նա կարող է խաղալ, կարող էին հանգիստ որոշել, ոչ, նա չի կարող խաղալ, այդպես տեղ էր այս թատրոնը, այդպիսի մեծություններն էին ուղղորդում թատրոնը, ոչ միայն տնօրենը և ասենք գեղարվեստական ղեկավարը, ոչ, այդ մեծությունները, այդ հզոր դերասանական կազմը, որը գնահատում էր իր ազգի առաջի թատրոնը, գնահատում էին, բարձր էին պահում այս թատրոնի պատիվը, որը պետք է շարունակել, այդպես ինչպես որ նրանք էին անում։ Մետաքսե Սիմոնյանը փայլել է նաև կապույտ էկրանին, նկարահանվել է Անահիտ, ում է ժպտում կյանքը, Արարատյան դաշտի աղջիկը, Թռիչք անդունդի վրայով, Կամոյի վերջին սխրանքը և այլ ֆիլմերում։ Մոգական հմայքով հավասարը չունեցող թատերատիպարներին զուգահեռ մի շարք կերպարներ են ստեղծել նաև կինոարվեստում։ Ոմանք այդ դերերը համարել են պակաս նշանակալի, սակայն այս ոլորտում էլ Մետաքսյան ձևավորել է ծավալուն դերացանք, ներգրավված լինելով նաև հեռուստատեսային ու ռադիո թատրոնում։ Ցավոք, այդ կերպավորումներից շատերի ձայնագրություններն անփութորեն ոչնչացվել են, մեզ զրկելով վայելելու նրա կատարմամբ անզուգական ու անթերի մայրենի լեզվի հմայքը։ Ես ճիշտ ասած գտնում եմ, որ նա կինեմատոգրաֆում շատ քիչ է զբաղվել, սկզբնական շրջանում դրա ժամանակ շատ են նկարել, եւ շնորհակալություն Յուրի Երզնկյանին, որ Խաթաբալայում նկարեց եւ բարձում է հիմա ես այն օրը մտածում եմ, հիմնական դերակատարներից ոչ մեկը չի մնացել։ Մետաքսե Սիմոնյանն իր կյանքը կապել է տաղանդաշատ ռեժիսոր, Մայր թատրոնում և հեռուստատեսությունում իր ուրույն ձեռագիրը կերտած Կիմ Արզումանյանի հետ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայտնի ռեժիսոր Կիմ Արզումանյանի հետ նրա միությունը վերածվել է նաև ստեղծագործական սերտ համագործակցության, որը ծավալվեց ոչ միայն թատրոնում, այլև հեռուստատեսության ոլորտում ու կինոյում։
Թեև Մետաքսե Սիմոնյանը հաճախ ընկալվում էր որպես այն արվեստագետներից, ով իր անձնական երջանկությունն ամբողջացնում էր արվեստի մեջ ու արվեստով, սակայն Կիմ Արզումանյանի հետ նրա կազմած ընտանիքն ունեցավ իր բեղուն պտուղները։ Ես իմ կողմից շատ եմ ափսոսում, որ նրանք բաժանվեցին, որտեղ երկուսն էլ տաղանդավոր արվեստագետներ, իրար մեջքի տալու աշխարհ կտային։ Այդպես ռեժիսոր փաստորեն ինքը Սայաթնովա ֆիլմ ներկայացման ռեժիսորներ եւ Մադամ Սանժեն ներկայացման ռեժիսորներ Կիմ Արզումանյան։ Ու տեսեք ինչ ներկայացումներ են եւ եթե Մետաքսյայի հետ նրանք ամբողջ կյանքում համագործեին, երևի շեդևրներ կունենայինք։ Խաղում էր Մադամ Սանժեն, դրա մասին արդեն խոսք չկար, Բաբկեններ Նապոլեոն, Մետաքսյան Կատրին Լեֆևր։ Երևի ժողովուրդը մի 10 անգամ այդ ներկայացումը նայել է, բոլորը անխտիր։ Մենք նայում էինք ու չէինք հագենում, որովհետև այնքան լավն էր Մետաքսը տեղ, այնքան իմիջիայլոց Կիմ Արզումանյանն է բեմադրել ներկայացումը։ Իսկ այն երիտասարդ ժամանակ մոռացա ասեմ, որ Սայաթնովա որ խաղում էր, դե ֆիլմը էլի Կիմ Արզումանյանն էր նկարել, հեռուստատեսային ֆիլմ էր։ Մետաքսյան խաղում էր Աննա, Բաբկեն Ներսիսյանը Սայաթնովա, ամբողջ քաղաքը գիտեր։ Բոլորը, ես այդպիսի մարդ չեմ տեսել, որ Մետաքսյայի համար վատ խոսի կամ չսիրի։ Բոլորը սիրում էին իրան, որովհետև շատ լավն էր, շատ նուրբ էր, շատ հմայք ուներ։ Դերասանուհու որդիները Ռուբեն ու Գուրգենը նույնպես իրենց ճանապարհը գծագրել են արվեստի ոլորտում, շարունակելով իրենց ծնողների առաքելությունը։ Փոքր երեխա էի, հանգստանում ենք Բյուրականում, հայրիկիս ու նրա ընկերոջ հետ, եղբորս հետ փոքր, երևի 2 տարեկան էր, մայրս նկարահանվում էր, ում է ժպտում կյանքը ֆիլմում, կարծես, եթե ես չեմ սխալվում, և փաստորեն շատ հազվադեպ էր լինում, որ մենք իրեն տեսնենք, որտեղ անդադ նկարանումներ էր, և մի գեղեցիկ օր ես գիտեի, որ այդ օրը պետք է գա, արդեն երեկո էր, ու դրսում կանգնած սպասում ենք, ես ուշադրություն դարձեցի, որ շատ գեղեցիկ մայրամուտ է։ Այդ արևի դիմացից որ գալիս է, դու մարդու դեմքը չես տեսնում, ես տեսա ինչ-որ մեկը գալիս է դեպի ինձ։ Սկզբից մազերը տեսա, հետո ճակատը տեսա, աչքերը անմիջապես ճանաչեցի, որ մայրս է։ Ու արդեն գալով նա արդեն բարձրացավ, կիսանդրի չափով բարձրացավ, երևի ես ներքև էի կանգնած, ինքը մի քիչ ավելի բարձր, ու մտքովս անցավ, ես ինչ գեղեցիկ մամա ունեմ։ Ու գոռալով, մաման եկա, վազեցի դեպի իրեն։ Մետաքսե Սիմոնյանի տաղանդով դեռ մանկուց սքանչացել է ռեժիսոր Վահե Շահվերդյանը։ Մետաքսյան ինձ համար մի լայն արձակ ասպարեզ է, և դեռ դպրոցական տարիքից ես երկրպագում էի նրան։ Դա սեր էր արվեստի, գեղեցիկի նկատմամբ։ Այնքան էի տարված, որ երբ ծնվեց առաջին զավակս, աղջիկս, ես նրան Մետաքսի անվանեցի, ավաղ։ Անձնական կյանքը դերասանուհուն քիչ երջանկություն բերեց։ Գուցե նրա կյանքի անկատարելիությունը փոխադրվում էր ստեղծագործական աշխարհ և այնտեղ հզորանում այն ամենով, ինչ նա կյանքում չուներ։ Ասել է ոչ պակաս շնորհառատ ու վաստակաշատ բեմադրիչ Վահե Շահվերդյանը։ Մեծ դերասանուհու կարապի վերջին 3 երգերն են. Մարթա, ով է վախենում Վիրջինիա Վոլֆից, Կոմսուհիներ, ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա, և Ֆիգարոյի ամուսնությունը բեմադրություններում։ Ճիշտ են ասում, որ դու կորցնում ես, նոր ես հասկանում, թե դու ինչ ես կորցրել։ Երբ որ ես ջայր ժամանակ ոչ մի նկար տանը չունեի, մայրիկիս հետ կապված։ Ամեն օր տեսնում էի կամ հաճախակի տեսնում էի, թատրոնում էի տեսնում էի, ամեն օր սեղ ենք աշխատում, ինստիտուտում էի տեսնում, տեղի աշխատում, ինքների աշխատում։
հետո որ հանգարց կորցնում ես, օրինակ մինչ օրս կարոտում եմ։ Բազմաթիվ մնայուն ու գեղեցիկ դերեր կկերտեր տաղանդավոր դերասանուհին, եթե նրան տրված կյանքը չշրջանագծվեր ընդամենը 61 տարիների սահմաններում։ Եկավ, շողաց, արարեց ու թողեց իր հետագիծը հայկական արվեստի պատմության ոսկե էջերում։